Եղբայրներ ջան, շարունակենք մեր վերջին դասընթացը այս անգամվա կոնֆերանսի համար, անգամ ևս շնորհակալ եմ ձեր ներկայության եւ ուշադրության համար, մասնակցության համար, հաղորդակցության համար, որ ունեցանք Քրիստոսով եւ դերգամի մեր հաջորդը պիտի լինի քարոզապանության վրա, հիմա դեռ չգիտենք երբ է, որ ամսվա մեջ, բայց ցեզ կհաղորդենք։ Գիտենք, հա։ Հա, երբ է։ Հա, նայեմ երբ է։ Չէ, հունիս երբ է։ Հունիս շատ վատ է։ Բայց կարծեմ դուք նայել եք։ Հունիսի սկիզբը, առաջի շաբաթը։ Որ օրերը։ 4-5-6 այդպես։ Այո, 4-5-6-7։ Okay, կարծում եմ լավ է։ Հա։ Որև, հա։ Շատ լավ, շնորհակալություն։ Հունիսի 4-5-6-7։ Okay։ Ինչպես։ Հա, մի հատ էլ եւս պիտի լինի աշնան, հիշում եք Վարդան եղբայրս մի հատ խոսած էինք, սա մեղբորի հետ է, որ մի հատ օրինակ մարնենք մի գիրկը եւ նրա միջով անցնել իբր նմուշ, հա, այո, հետո ադի պանգանենք, սա մեղբորը հետ պանգանենք, այո, լավ կլինի, որ ոնց որ այդ բոլոր մեր սովորածը առաջին երկու կոնֆերանսներուն եւ քարոզչականը, առաջին երեքը եւ քարոզչականը, ներառյալ, այո, 4-րդ եւ 5-րդն է կարանք ասել, բայց ավելի առաջին երեքը եւ 6-րդը 7-րդի մեջ ներգրավված են։ Այո, աստվածապանությունը չենք կարող ասել, որ մաս չունի մեր ուսուցմունքին, եկեղեցական ծառայությունը առաջնորդություն չենք կարող ասել, որ մաս չունի մեր ուսուցմունքին, բայց նախ եւ առաջ այդ առաջինը, որ Սուրբ Գրքի մեկնաբանական այդ օրենքները նայեցանք եւ երկրորդը, ինչպես այդ մեկնաբանական օրենքները կարանք գիրառել տեքստերի վրա, աս երկու կոնֆերանսներ ունեինք, հետո նոր եւ 5 դագարանյան մեկնաբանական ակնարկ արեցինք եւ քարոզապանությունը մեր հաջորդը 6-րդը, սրանք բոլորը արդեն իսկ ներառված են երբ աշխատենք մի տեքստի հետ, օրինակ մի գրքի հետ, եւ հավանական է մի քանի գլուխնոց այդպես գիրք վերցնենք նոր դագարանից եւ նրա միջից անցնենք իբր նմուշ։ Հիմա այսօրվա մեր վերջին մասը 10-րդ դասը եկեղեցու ծառայության ծրագիր։ Էլի մի օրինակ մնե, որ ինչպես մենք կարանք գնահատել մեր ներգայի ծառայությունները, որ մենք ունենք մեր եկեղեցիներում, եւ ինչ կարանք անել, որ բարվոքենք, եւ ինչպես կարանք հետո իդ վերանայել, որ ոնց արեցինք, ուր հասանք։ Սա է խորհուրդը։ Երբ խոսանք եկեղեցու ծառայության ծրագրի մասին։ Հիմա այստեղ մի մոդել ունեմ, մի օրինակ ունեմ, եւ սա անշուշտ ոնց որ ընդհանուր պատկերացում է, հագիրճ կերպով, ռազմավարական ծառայության պլանավորում, կամ պլանավորման մոդելը։ Եվ էլի այդ նախորդող դասընթացի պես ավելի գետերով պիտի անցնեմ եւ մի քիչ խոսանք։ Հիմա սկիզբը երբ մենք եկեղեցում ենք անշուշտ մենք ծառայություններ ունենք, որոնք արդեն իսկ ներկա են։ Շատ լավ։ Առաջին քայլը ոնց պիտի մենք կարողանանք գիտնալ, թե ոնց մեր ծառայությունները լինում են, որքան առողջ են, որքան արդյունավետ են։ Ոնց որ քննարկման պիտի ենթակա անենք։ Չասենք, որ մենք բոլոր կյանքերնից մեր եկեղեցում այսպես սրացենք մի բան եւ այդպես շարունակենք, հապա նայենք, որքան արդյունավետ է։ Ինչու որ երբեմն որոշ դինամիկներ կան եկեղեցի ոլորտում, որ կարան փոխվել, ասենք տարիներու ընթացքում, ես չեմ ասում ազող խոսքի քարոզությունը մի փոխվի եւ ասենք մենք թադերախաղ դնենք այլևս Կիրակի առավոտները։ Հոգեվոր թադերախաղներ, հոգեվոր սկիթներ։ Չէ։ Ազոխոսքի կառուցությունը ելի գշարնակվի, աղոտքը գշարնակվի եւ այլն։ Բայց որոշ բաներ կա, որ կարան փոխվել պետքերի համաձայն, բանավոր պետքերի համաձայն։ Հիմա թիվ 1 ամեն բանի առաջ անշուշտ եկեղեցին առաջնորդներից սկսյալ քովի կան վերլուծեն։ Առաջին քայլը այս ռազմավարական ծառայության պլանավորման մոդելի պետք է որ ծառայության վերլուծություն լինի։ Ծառայության վերլուծություն լինի։ Այսինքն, ինչպես ենք առաջ գնում։ Ուրդեղ ենք այժմ։ Հիմա ուր ենք։ Մեր ծառայությունները ոնց են։ Լավ են, լավ չեն, դկար են, ուժեղ են,
ինչ բագասներ կան, ինչ մարդարավերներ կան, ինչպես կարանք։ Եվ նայեցեք, երկու տեսակի խնդիրների առջև ներկայանում ենք, ներքին եւ արտաքին մարդարավերներ ունենք, եւ սրանք միջավայրեր են, որ վերլուծության կարիք ունեն։ Ներքին մարդարավերներ ունենք եւ արտաքին։ Հիմա գասենք ինչա ներքին եւ արտաքին այդ արտահայտությունները։ Հիմա անգլերենով այստեղ բան ունեն, որ կարևոր չէ ցեզ համար, բացի եթե անգլերեն նկատի ունենաք, դիկրան եղբայրը կարող է գիտե։ Վերլուծությունը գա SWOT analysis, strengths, weakness, opportunities, threats։ Այո, որ հայերենով այսինքն ուժեղ կողմեր, թույլ կողմեր, սրանք ներքին վերլուծության հետ կապ ունին, հնարավորություններ եւ սպառնալիքներ, սրանք արտաքին միջավայրի վերլուծության հետ կապ ունին։ Հիմա ներքին մեր ուժեղ եւ ներքին մեր թույլ կողմերը պետք է նկատի առնենք, եւ որ մենք մեր ծառայության վերլուծություն անում ենք, որ որքան էֆեկտիվ է, ազդեցիկ է այն բաները, որ մենք անում ենք եկեղեցիեն ներս։ Ինչու երբեմն կպատահի, որ օրինակ եկեղեցին ուզում է որոշ ծառայությունը մի քիչ տարբեր ցևով նեգան փոխի կամ նոր ծառայություն ավելացնե, եւ կարող այդտեղ քույրը գա, որ դարիներով ինքը այդ եկեղեցին եղած է, ինքը չի սիրում այդ բանը։ Գնթիմանա։ Հա բայց այն քույրը եթե շիդակ չէ, նրան պետք է բացատրվի ինչու մենք իբր անդամներ եկեղեցվո, մենք ուզում ենք այսպես անել, մեր ծառայությունը այսպես փոխել, դարբեր ցևով մոդիգանալ մեր այդ հadouk առաքելության մեջ դերոց ծառայության։ Նրա համար պետք է որ նայենք մեր ուժեղ կողմերը, մեր վերլուծության մեջ նայենք մեր ուժեղ կողմերը եւ մեր թույլ կողմերը, նշենք։ Եթե հստակ չլինի մեզ, ինչպես կարողանանք մենք գնահատականը շիդակ լինել, որբեսի մենք կարողանանք հաջորդ քայլերու մեջ փոփոխություններու ենթակա անել մեր այդ զորնակ կոնկրետ մի ծառայություն եկեղեցական։ Այդ ծառայությունները անշուշտ են։ Այդ ծառայությունները կներկրավեն Բաշտամունքի կապակցությամբ ծառայությունները, այսինքն եկեղեցվո ժողովների կապակցությամբ ծառայությունները, հոգևոր հաղորդակցությունը, միսիոնարությունը, ավետարանչությունը, աշակերտությունը, ազոխոսքի քարոզությունը, ուսուցանումը եւ այլն։ Դարբեր այս հիմնական կատեգորիաները ծառայության եկեղեցի մեջ։ Ներքին ինչ որ ասեցինք, բարձրապես գրկնելու համար, ուրեմն երբ որ ներքին վերլուծման մասին խոսենք, այսինքն որոնք են մեր ռեսուրսները, ֆիզիկական, մարդկային, ֆինանսական, ինչ ծրագրեր ունենք, պրոգրամներ ունենք եւ այլն։ Եվ ներքին խարծերը, խնդիրները, թե ուժեղ կողմերը մեր, որ ներկայացված են մեր ֆիզիկական, մարդկային, ֆինանսական, ծրագրային այդ ռեսուրսներու միջոցով, եւ թե անշուշտ թույլ կողմերը, խնդիրներ, հարցեր, միապանության բագաս եւ այլն։ Եվ անշուշտ պետք է այս բաները նկատի ունենալով մենք կարանք ավելի հասկանալ ինչու համար առաջ չենք գնում ինչ որ մենք ուզում ենք անել։ Օրինակ մի որոշ ծառայության մեջ։ Կարող է որոշ անձիկ ասում են զորնակ միսիոնարության այդ, ասենք, կորզնտացի նկատմամբ կամ առաքելության նկատմամբ, ոմանք ասել չէ պետք չունենք նրա մեջ ներկրավելու, որ ավետարանչությունը կպավե։ Պետք է որ եկեղեցին սրա վրայով համաձայնի։ Անշուշտ արտաքինն էլ, որոնք են արտաքին հնարավորությունները եւ սպառնալիքները, opportunities, հնարավորությունները եւ threats, սպառնալիքները։ Այսինքն ինչ հնարավորություններ կա արտաքին, զորօրինակ, եթե եկեղեցի մկա, որ նոր սկսեց որոշ համայնքում, այդ համայնքի մեջ ինչ հնարավորություն կա նրան ծառայելու։ Կարող է որ զորօրինակ այդ համայնքի մեջ լիքը բադանիներ կան, որ սիրում են ֆուտբոլ խաղալ, զորօրինակ։ Եկեղեցին կարա նրա ծրագրերի մասը, զորօրինակ, եթե հնարավորություն ունի ֆուտբոլի, ասենք, այդ գյուղի մեջ, կամ այդ մասի մեջ ֆուտբոլի թաշմը պամը եկեղեցվոկովը, այո, ֆինանսի կարիք ունի կարելի, բայց որպես ներգրավի այդ երիտասարդներին այդպիսով։ Սա մի օրինակ, բարձ օրինակ։ Անշուշտ սպառնալիքներն ալ գիտենք։ Եթե օրինակ եկեղեցի մգա վայրի մեջ, որ զորնակ տշնամին միս կողմն է եւ ԱԴՆՄ-ը ատեն գրագում, գիտենք որ սա սպառնալիք է, ֆիզիկական։ Երբեմն հոգեվոր սպառնալիքներ կան, զորնակ
Եկեղեցու վայրը գտնվի զորնակ մի թաղանթին Եհովայի սուտ վկաները կան, մյուս տեղնալ մորմոնները կան։ Սրանք սպառնալիքներ են։ Պետք է նկատի առնվի, ինչպես պիտի դիմակրավենք այս սպառնալիքները։ Թիվ 2։ Հիմա առաջինը ինչ ասեցինք, ծառայության վերլուծության մասին խոսանք, այսինքն ինչպես ենք առաջ գնում։ Հիմա որտեղ ենք, այժմ որտեղ ենք։ Որտեղ ենք եւ ինչպես ենք առաջ գնում։ Պետք է սա վերլուծենք։ Թիվ 2։ Առաքելության զարգացում, այսինքն նպատակի զարգացում։ Ինչու մենք գոյություն ունենք։ Մեր նպատակը ինչ է, մեր առաքելությունը ինչ է։ Հիմա հստակ պետք է լինի այս դառնել, այս էլեմենտն էլ, որբեսի մենք մեր ժողովուրդը գիտնանք մեր նպատակը ինչ է։ Why we are here, ինչու մենք հոսենք։ Ինչու այս վայրում ենք, ինչու դերը մեզ այստեղ դրած է, այս գյուղի մեջ, այս վայրի մեջ դրած է, այս քաղաքի մեջ դրած է։ Ինչ ինելու։ Նպատակը ինչ է մեր։ Դեսիլքի զարգացում։ Ոչ թե մեր նպատակնից հստակ պետք է լինի, հաբա մեր դեսիլքն էլ հստակ պետք է լինի։ Նկարեցի։ Մեր դեսիլքն էլ հստակ պետք է լինի, եւ հարցը հետեւյալն է, բանալի հարցը, ինչպիսին գլինենք, նայեցեք Աբակայում, երբ մեր առաքելությունը իրականացվի, այսինքն ուր ենք գնում, հիմա ուր ենք գնում, մեր դեսիլքը ինչ է։ Սկիզբը վերլուծեցինք մեր ներկայի հիմակված ծառայությունը։ Հետո նկատի առինք, որ մեր նպատակը ինչ է։ Գլխավոր նպատակը կամ նպատակները ինչ են։ Եվ հիմա նկատի առնում ենք մեր դեսիլքը Աբակայի նկատմամբ, հիմա հոսենք, բայց ուր ենք գնում։ Եկեղեցին պետք է այդ դեսիլքը ունենա։ Հա։ Հիմա դեսլականը visionary է, դեսիլքը vision։ Աբակայի մասին էլի։ Հա։ Կանոր եթե բարարանին նայեմ vision դեսիլք է, ադի գիտենք դեսլականը visionary գտարկման է, սո նայեցեք, կարևոր Աբակայի նկատմամբ։ Հա։ Դեսլականը correspond-ը դեսիլքը Աբակայի երևի, է։ Ասի Աբակայի համար է, ուր ենք գնում։ Հա։ 4. Մեր հիմնական արժեքները ինչ են։ Հիմա իբր եկեղեցի, մեր նպատակը գիտենք, ուր ենք գիտենք եւ ուր գնում ենք դեսիլքը գիտենք, բայց մեր հիմնական արժեքները ինչ են։ Ինչ է մեզ եզակի դարձնում։ Ինչ է մեզ սահմանում, what defines us։ Այսինքն հիմա ինչու համար մարդիկ մեր եկեղեցին գալիս են եւ ինչու ուրիշտեղ չեն գնում։ Կամ ինչու ուրիշտեղ կգնան եւ մեր մոտ չեն գար։ Ինչ մենք դալիս ենք կամ չենք դալի, նրա համացան նրանք գալիս են մեր մոտ կամ չեն գալի։ Չէ՞։ Ինչ է մեր ոնց որ եզակիությունը։ Պետք է հա, պետք է մենք հստակ լինի մեզ համար, մենք հստակ գիտնանք, չէ՞ թե ոչ լիքը եկեղեցիներ կան։ Ինչու մեկը մեր կողմ պիտի կա։ Որտե մեր քարոզությունը առողջ է, լավ է, զորավոր է, կամ մեր ծառայությունը, կամ մեր հոգատարությունը, կամ մեր ավետարանչությունը եւ այլն։ Եվ սա պետք է հստակ լինի մարդկանց։ Հիմա որոշ եկեղեցի մի քիչ հետ կմիտնայենք մի քանի օրինակներ, այս հիմնական արժեքների նկատմամբ։ Առաջ որ Կանադայից Ամերիկա փոխադրվեց, այնտեղ որ ծառայում է, մեր եկեղեցի վրա այս բաները դրած է։ Ինչու եկեղեցիներ կա, որ նրանց ցանցի էջի վրա գտնեն այս բաները, որովհետեւ մեկը որ որոնում է, ուզում է այսպիսի եկեղեցիմը, ինչ հիմնական արժեքներ ունի այս եկեղեցին, ինչու գնամ այդ եկեղեցին։ Եվ ես այդտեղը այդ հիմնական արժեքները այստեղ հիմա ցույց կտամ հայերնով, որովհետեւ տեսակ որ ինչ բաներ ես տեղադրած էի մեր եկեղեցու էջում, որովհետեւ մեկը որ որոնե գիտնա, օքեյ, այս եկեղեցին ես ուզում եմ գալ կամ ոչ։ Իսկ ներողություն, ինչն է մեզ սահմանում, այս սահման բառը Այսինքն ինչն է որ մեզ եզակի կդարձնի։ Ինչը մեզ կսահմանե, այո։ Միտը մեր քարոզապանությունը կսահմանե մեզ, կամ մեր եղբայրասիրությունը, կամ մեր եւ այլն։ Հա? Եկեցու մենյուն։ Եղբայրը անոթի է։ Ուսամ լավ ջաշ ունեն գեսորին։ Թիվ 5։ Հիմա հաջորդ գեդը ռազմավարության զարգացում։
Այսինքն, ինչս էլ գուզենք եւ որ գասենք ռազմավարության զարգացում, այս strategy development, ինչպես ենք իրագործելու մեր առաքելությունը։ Հիմա որ, okay, վերլուծեցինք ուր ենք եւ ուր պիտի գնանք մեր տեսիլքի համաձայն, ըստ մեր նպատակների, ըստ մեր արժանինքների, ինչ որ մենք մի քիչ առաջ չորրորդում ասացինք, մեր արժեքների, ինչ են այդ հիմնական արժեքները, okay, հիմա ռազմավարության ոնց որ հոդվածը կամ ռազմավարության պլանը պետք է ներկայացվի։ Մենք համաձայնվենք, պատրաստենք, աշխատենք վրան, որ ինչ պիտի անենք, այսինքն ինչպես ենք իրագործելու մեր առաքելությունը։ Ինչպես կարանք մենք հասնել մեր նպատակին։ Հիմա որ նկատի ունեցանք մեր զորավոր կողմերը, մեր թույլ կողմերը, արտաքին հետո հնարավորությունները եւ սպառնալիքները, դժվարությունները, նկատի ունեցանք մեր նպատակը ինչա, վերհիշեցինք նա, նկատի ունեցանք մեր դեսիլքը եկեղեցու, ուր ուզում ենք գնալ, շատ լավ, եւ մեր այդ հիմնական արժեքներն գիտենք, համաձայն ենք, որ մեր եկեղեցին սրա համար գա, սրանով մենք եզակի ենք, եզակի ասելով եղբայրներ ջան, չի նշանակում ուրիշ եկեղեցիներ մեզ նման չկան, բայց մենք ուրիշ եկեղեցիներու նման չենք սարումով, որ օրինակ, եթե մեկը ասա, որ մեր եկեղեցի որ կաս, մենք աղոթում ենք, օքեյ, լավ է, բայց ուրիշ ինչ բաներ կա։ Կարող է բաներ մենք հրամցնում ենք, ուրիշ եկեղեցիներ չեն հրամցնում այդպիսով։ Սա մեզ գսամանե իբր եզակի ավելիով։ Ուրեմն, մեր այդ ռազմավարական պլանավորումը, զարգացումը, ինչպես ենք մեր առաքելությունը, նպատակը իրագործելու, ինչ քայլեր պիտի ստանցնենք, ինչպես պիտի հասնենք մեր նպատակին։ Եվ նպատակները պետք է լինեն, հիմա էսալ այդ սուաթի նման անգլերենից է, որ բարձրապես թարգմանված հայերենով, պետք է մեր նպատակները հստակ լինեն։ Այո, արդեն գիտես դու։ Smart, adică measure, deval, չափելի լինեն, որ չես կարող նպատակը, որ ներկայացնում ես, անհստակ է։ Եվ որ ասես զորօրինակ, մենք ավետարանչություն դնենք, բայց զորօրինակ, օքեյ, ավետարանչություն, բայց գասես մենք ավետարանչություն դնենք, զորօրինակ, Գովգասում։ Գովգասում ուր։ Հստակ եղիր, Հայաստանում։ Հետո չափելի պետք է լինի մեր նպատակները։ Այսինքն անգարելի պետք չէ լինի։ Բիչի ասես, որ մենք բոլոր Երևանը Քրիստոսի պիտի շահենք։ Սա լավ ցանկալի նպատակ է։ Բայց դրամապանականորեն շատ ավանական է, բացի եթե Աստված հրաշք մանե, այդպես պիտի չի լինի։ Մեր նպատակը չափելի պետք է լինի։ Այսինքն պիտի կարողանանք ասել, որ մենք կարող ենք սա անել այն ռեսուրսներով, որ ունենք եւ նկատի ունենալով, որ ինչ դուրսի արտաքին հնարավորություններ եւ արգելքներ կան, խոչընդոտներ կան։ Հետո մեր նպատակները պետք է իրականացվող լինեն եւ հարմար պետք է լինեն։ Առավել պետք է վերահսկվող լինեն, որ կարողանանք վերահսկել այդ նպատակներին վրա, որ հասնենք մեր նպատակին, որ չլինի, որ ոնց որ մեր կարողությունից դուրս գնա եւ չենք կարող այլևս հասնել այդ նպատակին։ Թիվեց, հիմա որ ռազմավարության այդ պլանավորման մասին կամ զարգացման մասին խոսեցանք, ինչպես ենք իրագործելու մեր այդ ծրագիրը, առաքելությունը եւ ինչպես ենք հասնելու այդ նպատակին, հաջորդ քայլը ռազմավարության իրականացման մասին պետք է նկատի ունենանք։ Այսինքն այդ գործողությունների դետալը, ով ինչ պիտի լինի եւ երբ պիտի լինի։ Հիմա խոսեցանք, ծրագրեցինք, այս պիտի լինենք, այն պիտի լինենք, այն պիտի լինենք, որ հասնենք մեր նպատակին եւ մեր դեսիլքը կատարելագործենք ասոպարքի համար։ Լավ, ով պիտի ներգրավվի այդ ծառայության մեջ։ Ով պիտի ինե եւ երբ պիտի սկսի այդ ծառայությունը։ Սեբենք թե ծառայությունը հստակ է հիմա եւ բաներ կա, որ պետք է մարդիկ նորը սկսեն ընել։ Այսինքն պատասխանատվությունը որ մարդկանց վրա է։ Եվ որոշ ասենք թե ժամանակացույցեր կամ ժամկետներ լավ կլինի, բայց չեմ ասում, որ մենք 5 տարի պիտի ավետարանանք եւ վերջ։ Նրա մասին չէ խոսքը։ Չափելի պետք է լինի։ Հիշում եք ինչ ասեցինք։
չափելի պետք է լինի եւ հարմար պետք է լինի եւ իրականացվող պետք է լինի, պոտենցիալ գեր, որ պետք է իրականացվող լինի։ Այսինքն, երբ մենք ասում ենք, որ հաջորդ 2 տարին այսպես պիտի ունենք Տերոջ փառքի համար։ Okay, ո՞նց կարող ես դու այդ բոլորը վերլուծման տակ դնել հետ քննարկել հետ իրականացնել։ Անշուշտ, պետք է գտնաս երբ պիտի սկսես եւ երբ պիտի ավարտես, որբեսի կարողանաս վերլուծելով ասել՝ միթե մենք մեր առաքինության նպատակին, մեր դեսիլքին նպաստեցինք, հասանք, չէ՞ թե ոչ։ Շատ կարևոր է գիտնալ ով պիտի եւ երբ պետք է լինի։ Թիվ 7. Վերջը անշուշտ արժևորումը։ Evaluation. Վերջը պիտի արժևորես։ Ինչպես է եկեղեցին գադարում իր առաքելությունը, ինչպես ենք առաջ դիմում։ Միթե հասանք մեր նպատակին կամ ոչ։ Գնահատում ավելի։ Հա։ Ինչպես է։ Եղավ մեր ուզածը։ Մեր պապակածը, մեր աղոթածը, մեր ծրագրածը, որտեվ երբ չենք կարող ոնց որ վերլուծել է այդ ինչ պետք է ունենք եւ այդ պատասխան տալը, որ միթե հասանք մեր նպատակին կամ ոչ, գես կիսատ կմնա։ Հիմա մի քիչ ավելի պիտի խորանանք այս 7 գեդերի առնչությամբ այդ որոշ տերմինները ավելի ոնց որ ավելի լայնցնենք, մեծացնենք, ավելի մի քիչ մանրամասնենք, ամեն տերմիններով վրա չի կենտրոնանան, բայց որոշ։ Հիմա մի քիչ առաջ խոսանք նպատակի մասին, մեր առաքելությունը։ Նայեցեք այստեղը մի նախատեսությունով օրինակ դված եմ իբր եկեղեցվոմը նպատակ երևացիով գարա ներկայացվել մի նախատեսությունով։ Ճանաչել Քրիստոսը եւ քարոզել նրան, որբեսի ամեն մարդ գանգնի գադարյալ նրա մեջ ազոպարքի համար։ Ճանաչել Քրիստոսը, այսինքն դու պետք է հավատաս նրան ապաշխարությունով եւ նրան վկայես, քարոզել նրան եկեղեցի բարդականությունն է սա, եկեղեցու բարդականությունը, որբեսի ամեն մարդ նրանք որ անշուշտ ենթակայեն հնազանդ են Աստծո, գանգնի գադարյալ նրա մեջ ազոպարքի համար։ Սա մեկ նախատեսությունով եկեղեցու նպատակ։ Հիմա այսպիսի բաներ եղբայրներ ջան պետք է որ ներառված լինեն մեր ինչ որ քիչ առաջ խոսեցանք սահմանադրության եւ կանոնակրի մեջ, կանոնադրության մեջ։ Մանավանդ այս մասը ասեցինք սահմանադրության մեջ կգնա։ Երբ կասենք եկեղեցու անունը, կապակցությունը, նրա նպատակը, դեսիլքը, հավատքի այդ հիմքերը եւ այլն, այս մասը ներառված է եկեղեցու սահմանադրության մեջ։ Հստակորեն եկեղեցու նպատակը ինչա, այստեղը գասե ճանաչել Քրիստոս անշփրկությամբ, քարոզել նրան, որբեսի ամեն մարդ գանգնի գադարյալ նրա մեջ հորը պարքին համար, Աստծո պարքի համար։ Հիմա այս մասը քիչ առաջ չասեցի, բայց էլի գարանք ավելացնել նաև, ասենք, գարկախոս բառը ընտրեցի, գարկախոս, այսինքն մարո, M-O-T-T-O։ Մեր մարոն ինչ է, մեր գարկախոսը ինչ է։ Ճանաչել Հիսուս Քրիստոսին եւ ճանաչելի դարձնել նրան, զորօրինակ, որ գաբ ունի մեր նպատակի հետ։ Եվ որ հիմա եկեղեցիներ կա օրինակ կասեն մեր նպատակը Քրիստոսը Աստված սիրելն է եւ նրա սերը հայտնելն է։ Հագիրճ կերպով։ Հիմա եթե ցեզ հարցնեմ, միթե դուք ունիք այսպիսի հագիրճ ասացվածք, որ մարդիկ գիտեն ծեր անդամները եւ երբ անդամները գիտեն ծեր վայրում, գյուղում եւ այլն քաղաքում, արդեն մարդիկ գիտեն, որ ծեր եկեղեցու գարկախոսը էսա։ Մի նախատեսություն, հագիրճ կերպով, որբեսի թյուրավ հիշելի լինի, չէ՞ որ մարդիկ կմոռանան։ Եվ այդպիսով ամեն հավատացյալ անդամ այդ եկեղեցու գիտե, որ այդ եկեղեցու նպատակը գարկախոսի մեջ ներառված է հագիրճ կերպով ճանաչել Հիսուսի եւ նրա ճանաչելի դարձնել։ Մեր նպատակը սա է, իրեն գիտնանք եւ իրեն ճանաչելի դարձնենք։ Հետո դեսիլքի մասին խոսենք, հիմա նայ ամեն անց տարբեր ցեվ ամեն եկեղեցի տարբեր ցեով կներկայացնե։ Օրինակ մի նմուշ դեսիլքի ազդել ցանկերի վրա մեր դեսիլքի ինչ է։ Ազդել ցանկերի վրա ցանկը փոխող խոսքի միջոցով ցուցադրելով նրա սերը մեր ամենքային եւ նրա սահմաններից դուրս աստվածաշնչի միջոցով
բավարարելով մարդկանց կարիքները, արդյունքում ստեղծելով Քրիստոսի նվիրված հետևորդներ։ Մի քանի պահանջներ կա, իհարկե։ Մեր դեսիլքի հետևյալն է, մեր նպատակն է, որ ազդենք կյանքերի վրա։ Ոնց? Աստծո կյանքեր փոխող խոսքի միջոցով։ Ինչպես հնարավոր է սա անել, ցուցադրելով նրա սերը մեր համայնքին եւ մեր համայնքի սահմաններից դուրս։ Եթե օրինակ մեկ ավելի միսիոնարական բանով գնում է, այս ներառված է, եւ սա կարելի է Աստվածաշնչի միջոցով բավարարելով մարդկանց կարիքները, սկսյալ հոգևոր կարիքներից, եւ եթե այդ հնարավորություն ունի եկեղեցին, այդ ռեսուրսը ունի, ֆիզիկական կարիքների էլ հոգտան է համայնքի առումով, եւ արդյունքը ինչ է, արդյունքում ստեղծելն է նպատակը, ստեղծելով Քրիստոսի նվիրված հետևորդներ։ Սա մի նմուշ է դեսիլքի, որ մեր դեսիլքը սա է, մենք ուզում ենք սրա հասնել։ Հիմա հիշում եք հիմնական արժեքների մասին խոսանք, ինչ որ ասեցի մեր ցանցի վրա անշուշտ այդտեղը դեղատրած էի, այստեղ կարող է 10-12 եւ այլն արժեքներ կան, Աստծո սերը, ամեն բանի առաջ թիվ 1, մենք գնահատում ենք Աստծո սերը, որը նա ունի մեզ համար Քրիստոսի մեջ, որպես ամենաթանկ գանձ, եւ ցկտում ենք սիրել նրան մեր ողջ սրտերով, հոգիներով, մտքերով եւ ուժերով։ Հիմա մեկը որ on-line մեզ բնդրում է եւ որ նայում է, թե ով ենք, որ ասենք միաբանության պատկանում ենք, մեր հիմնական արժեքները ինչ է մեր եկեղեցվո, ավասիկ, որ մենք գնահատում ենք, այսինքն մենք կարևորություն ենք տալի Աստծո սիրո Տիվ 2 Հիսուս Քրիստոսի կենտրոնականությունը։ Հիսուս Քրիստոս կենտրոնական է մեզ համար, իբր արժեք։ Մենք գնահատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի փառքը եւ գերագայությունը ամեն ինչից բարձր եկեղեցու կյանքում։ Որ չլինի որ մեկը կասե, հա բայց գիտես, օրինակ ինչպես Գաթողիկ եկեղեցին բաբի խոսածը ոնց որ համաուն չէ Քրիստոսի ավետարանի խոսածին։ Բաբը եթե իր աթորից բան ասե, հավասար է Աստծո խոսքին։ Քրիստոսի սա։ Մենք չենք ընդունում սա։ Միակը Քրիստոսն է, Աստծո խոսքն է։ Թիվ 3 մենք գնահատում ենք Աստծո կողմից ներշնչված եւ անսխալ կամ անսխալական Աստծո խոսքի կյանքը փոխագերբող քարոզչության եւ ուսուցմանը, որ իրականացվում է անշուշտ Աստվածաշնչի բացատրության, այդ բացատրական քարոզի կամ ուսուցման միջոցով։ Ասա երրորդ արժեքն է։ Երրորդ արժեքն է։ Հաջորդ հիմնական արժեքը, որ այստեղ ունեմ, առողջ վարդապետություն։ Մենք գնահատում ենք առողջ աստվածաշնչային դավանապանությունը, որը համապատասխանում է շնորհքի վարդապետությունների ռեֆորմացիայի սոլաների։ Հիմա անշուշտ այստեղ որոշ բաներ կա, որ մեզ ոման կարող է դարբեր նկատի առնեն, բայց այս բարակայմերը գեցի բանի ցանցի վրա այդպես տրած է, որ մեկը որ բնդրում է շնորհի վարդապետություններու այդ թեման կամ ռեֆորմացիայի սոլաները, որ միայն Հիսուս, միայն շնորհք, միայն հավատք, միայն Աստծո փառքը, գիտես, միայն Աստծո խոսքը, այս 5-ը, միայն Աստծո խոսքը, scripture alone, միայն հավատք, faith alone, միայն շնորհք, grace alone, միայն Քրիստոս, բաբը չէ, օրինակ, անշուշտ Christ alone եւ միայն Աստծո փառքը, God's glory alone, the glory of God alone, այդպիսով։ Ինչու որովհետև սոլա բառը կնշանակի միայն։ Այս բոլորը անշուշտ կարևոր էր մեր ավետարանական շարժումի համար, որ Կաթողիկ եկեղեցվո հագարակ ցուցաբերենք, որ Կաթողիկ եկեղեցին, որը միայն շնորհք չի ասում, գործեր ալ։ Մենք ասում ենք շնորհք միայն, գործերը ապացույցն են շնորհի։ Կաթողիկ եկեղեցին ասե շնորհք առավել կորց պետք ունի սփռգության համար։ Դուք ավելի լավ գիտեք։ Չէ, նայ, հայրս կաթողիկ է, մայրս արաքելական, ես ավետարանական ուսում ստացած եմ, Աստծո շնորհքով։ Աստված ինքը գիտեր, այո։ Կաթողիկ է դպրոց գնացի, մինչև առաջին դասարանի վերջը, Փողոց, Գոգոն, Ծաղիկ, առաջին դասարան, եւ Աստծո նախախնամության համաձայն
մայրս ինք որ ավետարանական բաներ այդպես սիրող մեկը չէր։ Իմ եւ փոքր եղբորս հանեց կաթողիկ դպրոցից եւ երկրորդ դասարանից սկսյալ ավետարանական դպրոց դրավ։ Հիշում եմ Բեյրութ, հիշում եմ մինչև այսօր դեմքը դիմակիցը հիշում եմ շատ լավ կաթողիկի այդ բանին վարդապետին մինչև մեր տունը եկավ որ մորս համոզե որ երեխաների հետ կաթողիկ դպրոց բեր։ Մայրս այդ համարությունը աստվածային ազոգոմե դրված այդ համարությունը ունեցավ որ ոչ ասեն նրան եւ այդ դպրոցի միջոցով որ ավետարան լսեցի որ մեր տան մեջ մայրս բարի անցիկ բայց ավետարան բան չգիտենք ես եւ եղբայրս մեր բոլոր Կերտաստանից որչա որ գիտենք դժբախտաբար միակ անցիկն ենք մինչեւ հիմա որ հավատացյալ ենք ասված դա որ չգիտեմ կարելի ուրիշներ ալգան փրկված են դեր ինքը գիտի սրտերը բայց չգիտենք ինչու սա գասեմ որ ասված իր նախախնամության համաձայն մեզ հանեց կաթողիկ դպրոցից եւ ավետարանական դպրոց դրավ ուր շաբաթը 4 օր երկուշաբթի օրվանից 5 շաբթի ամեն առավոտ դպրոց այսինքն սկսել է առաջ պաշտամունք ունեինք ազոխոսքի կառուցություն կար երկեցողություն կար աղոտ կար հետո շաբաթը առնվազն նախագրտարանում 2 անգամ սուրբ գրքի դասեր ունեինք մեծամասնությունը Հիսուսի պատմություններն էր եւ Հիսուսի սերը այդտեղ է սկսավ դպավորվել մեջ ազո շնորհով եւ այդպես ես հասկանում ինչ եք ասում բայց քանի որ եղբայրներից կարող եմ ոմանք որ չեն հասկանում ինչ եք ուզում ասել կաթողիկ դպրոց կամ ավետարանական ուզում մանալ որ Բեյրութում դպրոցներ Հայաստանի դպրոցների պես չունենաս դպրոց սովորեցնում սնդեկա եկեղեցի կաթողիկ դպրոցը դպրոցը հաճախ կաթողիկ դպրոցը կազմակերպում կամ ավետարանական այս ուրիշ դպրոց չկա Սակայն դպրոց չկա պետական չէ Բեյրութում գասեմ հայկական դպրոցների մեջ հա 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 կամ կաթոլիկները դրանալ մենք ուսումնալու դասաշարից մեկը մյուսն է ուսումնալու բայց դպրոցը եկեղեցին է հա որպես հասկանեք ինչ այո Հայաստանում 10 որպես դպրոցից հանես տարավունդ եք զարմանաշեք ասես բայց եթե հավատում ինչի է կարելի կաթոլիկները մոտ կամ առաքելը ուշ չկա դպրոցը Հաջորդ հիմնական արժեքը ազո գերիշխանությունը։ Մենք գնահատում ենք ազո գերիշխան շնորհը փրկության, անշայալ ասենք թե վարդապետական մանրամաս է, ով որ բնդրում է նրա վրայով գտնե եւ գասե, օքեյ, մի հատ գնամ այդ եկեղեցին, մտի գնեմ, նայեմ ինչ կսովորեցնեն, ազո գերիշխանությունը փրկության, ծառայության եւ կյանքի մեջ մեր ունեցած ամբողջ բարությունը միայն նրա անբադմելի շնորհիվ է, որ ընձայվել է մեզ անարժանների Նույնպիսի շնորհի վերաբերմունքը պետք է լինի մեր փոխհարաբերությունների եւ ծառայությունների հիմքում։ Ուրեմն ազո գերիշխանությունը այս բարակայում մեզ համար կարևոր արժեք է եւ հիմնական արժեքներից է եւ այդպեսի անելով եղբայրներ ջան, եթե հա ցանցի վրա ներկայություն ունեն կամ օրինակ նույնիսկ թղթի վրա որպեսզի դպած մարդկանց կարանք տալ ու մարդիկ կարան գիտնալ, օքեյ, մեր համայնքի մեջ, մեր ասենք թե այդ Թաղաշրջանի մեջ էս եկեղեցին կա, այսպես կավադա, այսպես կծառայե, մի հատ նկատի ունենալով գնամ նայեմ։ Ոնց որ ծանուցումի պես է մարդոց։ Ընկերակցությունը կամ այդ հոգևոր շփումը մենք գնահատում ենք գաբը միասին լինելը, այդ հոգևոր գաբը միմյանց աջակցելը եւ հոգալը շնորհի եւ սիրո մեջ։ Այսինքն մի խոսքով քրիստոնեական այդ սերը միմյանց հանդեպ։ Հաջորդը անշուշտ մենք գնահատում ենք, այսինքն գնահատում ենք ասելով արժեքավորում ենք աստվածաբաշխությունը, մենք գնահատում ենք Աստծուն բադիվ տալը, որ նա արժանի է իր անունին, երբ մենք բաշխում ենք նրան մեր սրտերով, մտքերով եւ Աստծո կողմից տրված մեր միջոցներով։ Ինչու որ Աստված սիրելը մտքով, սրտով, մեր բոլոր հոգով, կամքով աստվածաբաշխության դրսևորում է։ Աղոթք Մենք գնահատում ենք անձնական եւ խմբային հասարակական աղոթքը որպես Աստծուն հաղորդակցվելու հիմնական միջոց, որ մեր եկեղեցու ծառայության Աստծո կողմից սահմանված ուժն է։ Մեր եկեղեցու ուժն է։ Ինչու որ աղոթքը Աստծո վրա վստահություն կներկայացնի, հարգանք կներկայացնի, որ առանց Աստծո մենք չենք կարող պահպանել եւ այդ հասկացողությունը աղոթքի միջոցով փոխանցվի մեզանից դեպի երրորդության։
աշակերտություն, մենք գնահատում ենք Աստծո խոսքը ուսումնասիրելը, երբ այն կործատրելը ու միմյանց պատրաստելը, այնպես որ մենք դառնանք Տեր Հիսուս Քրիստոսի գենթանի օրինակներ։ Ինչու Տերը մեզ ասաց, չէ, գնացեք աշակերտեցեք։ Մատթեոս 28-ում։ Թե Աստծո խոսքի ուսումնասիրելով, թիվ 2 կործատրելով եւ միմյանց պատրաստելով, որբեսի ինչ կանենք ասե, դառնանք Հիսուս Քրիստոսի գենթանի օրինակներ։ Սա աշակերտության արժեքն է, որ գնահատում ենք։ Թիվ 10 ավետարանությունը եւ միսիոնարությունը, առաքելություններ գասե միսիոնարություն, missions անգլերենով, հոգնագիով, ավետարանությունը եւ առաքելությունները։ Մենք գնահատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրի տարածումը մեղքից փրկության ավետարանի քարոզչության միջոցով։ Նայեցեք, հստակ կան է, որ մենք քարոզում ենք մեղքի մասին փրկության նկատմամբ։ Մեր մարդկանց ուղարկելով այն բոլորին, ովքեր գարիք ունեն լսել այն թե դեղական համայնքում, թե երկրի ծայրերում։ Ինչու եկեղեցին, որ հետաքրված չէ այդ միսիոնական առաքելությանը, լավ կլինի, որ նկատի առնե, որ սա Տիրոջը հանձնարարականն է։ Բոլոր աշխարհի ծայրերը, չէ, ինքը այդպես ասեց։ Հասկանում եք, երբեմն եկեղեցիներ կան, որ կարող է այդ հնարավորությունները չունեն, ֆինանսը չունեն, մարդիկը չունեն, որ հետաքրված են այդ բանը։ Հետո հասարակական աշխատանք է, որ գասենք, մենք գնահատում ենք մեր ունեցած Աստծո օրհնված միջոցներով, ներողություն։ Մենք գնահատում ենք մեր ունեցած Աստծո օրհնված միջոցներով եւ ֆիզիկապես եւ հոգեվորապես գարիկավորներին օգնություն ցուցաբերելը։ Ինչու Աստված օրհնած է մեզ միջոցներով, հոգեպես, ֆիզիկապես, ինչպես կարանք օգնել։ Եթե կարանք ոչ թե մեն հոգեվորապես օգնել, ապա ֆիզիկապես էլ, եթե ունենք այդ օրհնության միջոցները, որ Տերը մեզ տված է, եւ այդ հասարակական աշխատանքը, որ գասենք, նայեցեք, ամեն եկեղեցի սրա մեջ չի խորանար, հասկանում ենք։ Ինչու որովհետև եթե ռեսուրսները չունի, չի կարող outreach կասենք սրա։ Հասարակական այդ աշխատանքը outreach։ Ընտանիքներ, մենք գնահատում ենք ավանդական ընտանիքը, սուր կրային ընտանիքը, որպես հասարակության հիմքային միավոր։ Սա անշուշտ ինչը գերք է։ Գերք է այդ, ասենք թե մեղավոր հասկացողությունը, որ ընտանիք պետք չկա, ֆեմինիզմի պես օրինակ, կամ միասեռականությունը, որ չի կարող զավակ ունենալ, այդպիսի բաներ։ Մենք անշուշտ Քրիստոսը պարապանող վերաբերմունքը եւ գործողությունները գնահատում ենք։ Մենք գնահատում ենք Քրիստոսը բադվող վերաբերմունքներն ու գործողությունները, ինչպիսիք են սերը, խոնարհությունը, ներումը, հավատքը, շնորհը, ողորմությունը, ապաշխարությունը, խաղաղությունը, ծառայությունը, հավատարմությունը, միասնությունը, առատացիորությունը, բարձրացնությունը, ուսանելիությունը, որ ագամետ ենք ուսանելու, եւ ինքնագարկավորումը։ Այս բոլորը վերաբերմունքներ են եւ գործողություններ են, որ մենք արժեքավորում ենք այս բաները, ինչու այս բաները Քրիստոսը բարավորում են։ Քրիստոսը բարավորում են։ Եվ վերջին մասը, որ ունենք, երկու նմուշ ունեմ, եղբայրներ ջան, երբ նպատակի մասին խոսեցանք, այնտեղ ասեցինք, որ մեր նպատակները ինչ ոլորտներում, գլխավոր եկեղեցական ծառայության ոլորտներում պետք է լինեն։ Մենք ասեցինք, որ մեր գլխավոր եկեղեցական ծառայությունները որոնք են՝ աղոթքը, քարոզելը, ավետարանչությունը, հոգևոր հաղորդակցությունը, իրար ծառայելը, բաշտամունքը, աշակերտելը, միսիոնարություն եւ այլն եւ այլն։ Այսպիսի դարբեր նպատակներ, գլխավոր նպատակներ։ Եվ սրա վրա բարձրապես նմուշ օրինակ, հիշում եք, երբ կխոսայինք, գասեինք, որ երբ ռազմավարական, ասենք, այդ պլանը ընենք, հետո ինչպիսի պիտի լինի, ով պիտի ներկրավի եւ որքան ժամկետի մեջ պիտի լինի այդ բոլորը, որովհետեւ կարողանանք հետո գնահատական տալ, հասանելի, չափելի գնահատական տալ։ Եվ սրա մասին է, որ երկու նմուշ արած է, մեկը աշակերտության հետ կապ ունի, մեկը միսիոնարության հետ կապ ունի։ Զորունակ աշակերտության հետ կապ ունեցողը, այսպես անեմ, որ ավելի հստակ լինի, գարջաժամկետ, հիմա որը 2025-26 թվականներն ենք, այս տարի, քալ տարի, գարջաժամկետ
առումով հետևյալ նպատակներ ունենք աշակերտության ծրագրի նկատմամբ։ Օրինակ, մենք համաձայնեցանք իբր եկեղեցի, որ սկսենք աշխատել եկեղեցու բոլոր դարիքային խմբերի հետ, ինչպես նաև անհատների եւ ընտանիքների համար հոգեվոր աճի պլանի եւ հետևման համագարքի ուղղությամբ։ Ոչ թե միայն հոգեվոր աճի պլանի, ապա հետևման ալ follow-up։ Ինչու երբեմն եկեղեցիներ կան, որ հոգեվոր աճման օրինակ կոնֆերանս եղավ, բայց հետևման follow-up-ի պլան չկա։ Ոնց է կանում հիմա։ Հետևողական խնամ։ Հա, հետևողական խնամ չկա։ Հետո էլի գարջաժամկետ նպատակներու շարքին ցկնել եկեղեցու անդամների 50-ից 60, ասիկա բարձրապես օրինակ է։ Մեկը կարող է 30-40 ասե, մեկը կարող է 70-80 ասե, ցկնել եկեղեցու անդամների 50-ից 60-ի ընդգրկել փոքր խմբերում։ Եթե եկեղեցին փոքր խմբեր ունի, առնվազն նրանց աշակերտության համար քոնե սկսենք այս տարի եւ քալ տարի այնպես մանել, որ քոնե 50-ից 60 դոգոսը եկեղեցու ներգրաված է ամեն շաբթվա փոքր խմբերի մեջ։ Առնվազն մեկ փոքր խմբի մեջ, եթե ասենք բազմազան փոքր խմբեր ունենք։ Թիվ 3 ցկնել եկեղեցու անդամների 5%-ին ներգրավել զորօրինակ, քանի որ քարոզչական դպրոցի մեջ ենք, քարոզչական դպրոցի ծրագրում։ Վերիվայրով 5%-ը եկեղեցու անշ տղամարդկանց 5%-ը։ Ես չեմ ասում, որ ամեն տղամարդիկը ներգրավեն 5%-ը։ Ատեղից սկսենք իբր պլան։ Հետո ստեղծել մգրդության եւ անդամակցության բրոշյուր։ Անշուշտ սա ենթադրում է, որ մենք չունենք այդպիսի բանը։ Մեկ ուզում է անդամակցել կամ մգրդվել։ Շատ ներողություն արագ անցա։ Հա։ Այո։ Առաջինը ուրեմն Հա։ So, աշրիմա է, որ բրոշյուր գասենք կարող է բրոշյուր չլինի, քրքույկ մլինի, որ մենք արդեն ունենք դված ռուսերենից կամ անգլերենից թարգմանված, որ հեշտ է մեզ համար փոխանցել, այսինքն տարբեր միջոցները կան։ Որպեսզի նոր մեկի որ կա մեր եկեղեցին, այո, սահմանադրությունը եւ կանոնադրությունը garank նրանց տալ օրինակը, առավել եթե հետաքրված է մգրդվելու, ինչ է մգրդությունը, ինչու պետք է մգրդվի, երբ պետք է մգրդվի, ով կարող է մգրդվել, այդպիսի բաները մի թղթիկի մեջ լինեն այնտեղ։ այսինքն օրինակ է։ Հա, հետո նրանից այդ ուժեղացնել կորձող փոքր խմբերի եւ գիրագնորյա դպրոցի խմբերի ղեկավարներին։ Սա էլ աշակերտության պլանից մասն է։ Հիմա եղբայրներ ջան, ինչպես գիտենք, ամեն եկեղեցու գարիքները տարբեր են։ Ոմանք այս բաները կարան ներգրավել, ոմանք ուրիշ բաներ կարան լինել։ Բայց այս եկեղեցին զորնակ որոշած է իբր օրինակ, որ այդ փոքր խմբերի եւ գիրագնորյա դպրոցի առաջնորդների ղեկավարներին ոնց հնարավոր է, որ ավելի զորացնենք, որովհետեւ նրանք ավելի լավ ծավով, ավելի արդյունավետ ծավով ծառայեն այն մարդկանց, որ նրանք ծառայում են։ Հիմա սա անշուշտ մենք խոսում ենք գարջաժամկետ նպատակների համար։ Նայեցեք, այս բոլոր 5 կետերը սահմանափակված են, չափելի են, դրամապանական են, հասանելի են։ Այնպեսի մը չէ, որ մենք ուզում ենք բան անել, որ չէ, եղբայր գասուս, մենք չենք կարող այդ անել։ Եթե չենք կարող այդ անել, չենք կարող այդպեսի պլանավորել։ Նրա համար ասեցինք, որ սկիզբ հալա սկսենք 50-ից 60%, որ մարդիկ ներգրավեն փոքր խմբերի մեջ։ Հիմա միջնաժամկետ, հիմա ինչու միջնաժամկետ կսենք, որովհետեւ մեկը չգիտե 10 տարի հետ ինչ պիտի լա, 2 տարի այդպես, 2 տարի այդպես։ Ասված մեծ է հետո։ Հիմա էլ մեծ է, հետո էլ մեծ է, սարմով։ Միջաժամկետ նպատակներ, հիշում եք, մի քիչ առաջ ասացինք փոքր խմբերուն 50-ից 60-ը թող ներգրավեն, հետո մի քիչ ավելացնենք, արդեն նրանք որոն են, հիմա մի քիչ մեր ջանքը ավելի լինի, որ ավելի մարդիկ ներգրավեն, իրենց լավության համար, աշակերտության համար։ Հետո ցկնել եկեղեցու անդամների ոչ թե 5%-ին, ինչ որ 20-26 թվականի մեր նպատակն էր, հաջորդ 2 տարվա մեր նպատակները 10%-ին ներգրավել քարոզչական օրինակ դպրոցի ծրագրում։ Այդպիսով անշուշտ միջև այնադե որ հասանելի է, կարելի է, հնարավոր է սա անել, մենք ցույց տալիս ենք, որ մենք այստեղ մեր աշակերտական այդ ջանքը, աշակերտության նկատմամբ մեր ջանքը ավելի
բարվոկվում է, ավելի ուժեղանում է, լավանում է, զորանում է։ Թիվ 3 իրականացնել հոգևոր աճի պլան եւ հետևման համագարկ բոլոր դարիքների խմբերի, անհատների եւ ընտանիքների համար։ Ինչու մի քիչ առաջ ինչ ասեցինք, առաջին գեդի մեջ ասեցինք սկսել աշխատել եկեղեցու բոլոր դարիքային խմբերի հետ, որովհետեւ այդ ուղղությամբ տանենք նրանց հոգևոր աճի պլանի եւ follow-up-ի հետևման, եւ այստեղ ասում ենք, որ իրականացնենք այդ պլանը։ Ինչ որ սկսանք 25-26 թվականին, պետք է արդեն 27-28 թվականին պատրաստ լինի։ Այդ օրինակը ունենք ժողովրդին հետ կիսվելու, աշխելու, որ ժողովուրդը գիտնա, որ մեր ծրագիրը ինչ է, հոգևոր աճի եւ հետևման այդ համագարկը բոլոր դարիքային խմբերի, անհատների եւ ընտանիքների համար։ Դակավին աշակերտության մասին խոսում ենք։ Ներգրավել եւ պատրաստել նոր առաջնորդներ։ Հիշում եք մի քիչ առաջ ինչ ասեցինք, այդ գարժաժամկետ նպատակի համար մենք ասեցինք ուժեղացնել կորձող փոքր խմբերի եւ գիրագնորյա դպրոցի խմբերի ղեկավարներին, բայց հիմա մենք այստեղ ավելացնում ենք ոչ թե միայն ուժեղացնելը, նրանք որ այնտեղ են, նոր առաջնորդներու ավելացումը աշխատենք, նայենք ով գա, որ ավելացնենք, ներգրավել եւ պատրաստել, նոր առաջնորդել եկեղեցու տարբեր ծառայության խմբերի համար ըստ պահանջի, օրինակ փոքր խմբերի, զորնակ։ Եվ անշուշտ այսալ նոր 5-րդ ավելորդ է նոր է, այդ միջնաժամկետ նպատակի առումով, գազմագերբել եկեղեցու ներսում սեմինարներ կամ ալ, գիտես, դուրսը սեմինարներ, եթե լավ կան, գարաս առաջարկել, որ այս սեմինարին գնացեք լավը այսպես այնպես։ Գարժաժամկետ այդ պլանի մեջ նպատակային չկար։ Հիմա այսալ կա, միջոց է աշակերտության հոգևոր աճի։ Տիվեց եւ վերջին խրախուսել անդամներին մասնակցել այլ աստվածաշնչային սեմինարների եւ կոնֆերանսների, ինչ որ արդեն 5-ի գաբակցությամբ ասեցի։ Եվ ուրիշ օրինակը, երկրորդ օրինակը, այստեղ նպատակ 6 ասում եմ, որովհետեւ նպատակներու շարքին 9-10 հատ ունեի, բայց մեր օրինակների համար միսիոնարություն։ Նայեցեք, օրինակ գարժաժամկետ նպատակներ վերանայել առաքելությունների, այսինքն միսիոնարական առաքելության դարեգան բյուջեն։ Սա մի նպատակն է։ Եթե միսիոնարությամբ հետաքրված ենք, մեր բյուջեն ինչ է։ Արի եկեք նայենք։ Դեռ չծրագրեցինք միսիոնարություն անելը։ Նայենք ինչ բյուջե ունենք, սկսենք այնտեղից։ Եկեղեցուն դերեկացնել միսիոնարական նորություններից։ Կարևոր է, օրինակ, ոնց որ հոտվածի միջոցով, նամակագրության միջոցով, ասից միսիոնարը ինքը որ մենք ուղարկած ենք նրան, կամ մենք կապ ունենք նրա հետ, ինչ ասում է, ոնց ծառայում է, դերը ոնց օրդնում է, կորզածում է նրան, այդպիսով, բայց այդ դերակատվություն դալը, ինֆորմացիա դալը ժողովրդին կարևոր է, որ ժողովուրդը խանդավառվի, խրախուսվի, որ ինչու միսիոնարությունը կարևոր է, դերը ինչ անում է, ասենք հերու երկիրը, հերու քաղաքը, պլանավորել 1 կամ 2 միսիոնարական գիրագիներ դարվագը դրվածքով եւ հրավիրել, ասենք մարդիկ, որոնք կարող է միսիոնարներ են, կարող է նրանք այդ փորձառությունը ունին, որ մեզի հետ գիսվելով նրանց փորձառությունից մեր ժողովուրդը խանդավառվի։ Շատ անգամ մեր եկեղեցիները շատ միսիոնարական այդ առաքելությունների հետ շատ ուժեղ կապ չունեն, ավելի մենք կենտրոնացած ենք մեր, ասենք թե վայրում եղող, ասենք թե առաքելության, քան թե դրսում, բայց հիշեցնենք Աստծո խոսքից, որ դերը մեզ անշուշտ մեզ անձնարարականը, որ դված է Մատթեոս 28-ում, մեզ անշուշտ իր հրահանգն է, որ մինչև աշխարհի ծայրերը լինի այդ աշակերտական մեր գործընթացը։ Որքան որ հնարավոր է, եղբայրներ ջան, ամեն եկեղեցի դարբեր այդ կարողությունները ունի։ Երբեմն սա կարող է նրանց թույլ կողմերից լինի կամ ուժեղ կողմերից լինի։ Ուրիշ երկու հատ ևս ցկդել ավելացնել ֆինանսական աջակցությունը մեր առաքելություններին, մեր միսիոնարական առաքելություններին։ Մենք առաջին գեդում գարժաժամկետ նպատակների գեդում միսիոնարության նկատմամբ ինչ ասեցինք, որ բյուջեն վերանայվի միսիոնարական։ Հիմա ասում ենք միջաժամկետ նպատակը
Պետք է նայենք ինչպես կարանք ավելացնել, եթե պետք է անշտ ավելացնել։ Ենթադրությունը այստեղը սա է, որ գարիքը գավելացնելու, օքեյ, ինչպես անենք, որ ավելացնենք։ Կարող ենք կամ ոչ։ Եվ վերջին, դեղացնել, խրախուսել եւ օգնել շահագրգիռ անդամներին, որովհետեւ աղոթքով դիդարգեն գարժաժամկետ կամ ամբողջական միսիոնարական այդ հնարավորությունները։ Առաջին հերթին գարժաժամկետ նպատակների մեջ մենք սա չասեցինք։ Մենք ասեցինք նրանց կդանք զորնակ որոշ տեղեկատվություններ, որ ժողովուրդը խանդավառվի, բայց հիմա դեռ մի եկած է, որ մենք կարող է արդեն իսկ դեղյակ ենք, որ այս եղբայրը կամ այդ քույրը նպատակ ունեն այդպիսի միսիոնարական ծառայության մեջ ներգրավվել։ Եվ ինչպես կարանք նպաստել, օգնել, աջակցել այդպիսիներին, որ նրանց ուղարկենք, որ նրանք գնան օրինակ Վրաստան կամ Ռուսաստան կամ չգիտեմ ուր Լիբանան, որովհետեւ այնտեղ հայերու մեջ ազոքորձն են։ Եվ մենք անշուշտ իբր եկեղեցին, որ մենք ուղարկեցինք նրան կամ նրանց այդ կողմնակությունը ունենք, որ մենք Քրիստոսի էլի ասելով մեծ հանձնարարականի մաս կազմենք։ Այսպիսով եղբայրներ ջան, շնորհակալ եմ ձեր ուշադրությունը եւ եթե հարցեր կան, ամփոփեցնենք։ Որևէ հարց։ Նա եթե Beatles-ներու մասին մի դարձնես, պատասխան չունեմ։ Համարյա։ Գիտեմ, տեխնոլոգիաների մասին կուզենամ հարցնել, խոսքի արդեն շատ մեծ թափ առնում է արհեստական բանականությունը կամ բան։ Ինչքանով է ճիշտ օգտագործելը կամ սխալ իրարելը։ Դերեգամի կալանկամ որ քարոշչական դպրոցում լինես երկու շաբաթի հետ կը կամ այստեղը հունիս Վարդան եղբայրսավ հունիս 4-5-6-7-ը մի քիչ պիտի խոսամ նրա վրայով։ Ինչու որովհետև լավ գողմը ունի օգտագործելու մեր ասենք նույնիսկ քարոշչության, պատրաստության ձուլության ագարադանել, բայց լավ գողմն ունի եւ ցես գասեմ դերեգամի երկու շաբաթի հետ կը մեր քարոշչական դպրոցում մի քանի բան պիտի ասեմ, ատե գավադան որ օգտակար պիտի լինի։ Հա? Հա։ So երկու շաբաթի հետ կա։ Հա։ Շատ լավ եղբայրներ ջան։ Աղոթքով, եթե հարց չկա, ուրիշ աղոթքով վերջացնենք, աղոթենք։ Սիրելի հայր, շնորհակալ ենք Տեր